Ձեզ ուզում եմ խոսել մի կարևոր բանի մասին, այսինքն ամենակարևոր բաների մասին, որոնք կապված են ձեր հաշիվներից։ Իրականում սա չարչարված թեմա է, բայց ոնց որ ուզում եմ մի տեղ հավաքել այս ամենը։ Խոսքը գնում է ձեր նույնականացման մասին։ Տեսեք, դուք ունեք սոցիալական ցանցեր, դուք ունեք Messenger-ներ, WhatsApp, ֆլան, դուք ունեք բանկային հաշիվներ ու հազար ու մի ուրիշ։ Իրականում որ խորանակ շատերդ ունեք այնտեղ Smart TV-ում հաշիվ, փոշեկոլում, մեքենայում, ուր ասես, ու գնալով այս հաշիվների քանակը աճելու է։ Ու այստեղ կարևորագույն ֆունդամենտալ բանն է։ Անընդհատ խոսվում է գաղտնաբառեր, դեն, բայց չի խոսվում ամենահիմքայինը։ Դա ձեր ոնց որ անձնագիրն է։ Որն է ձեր անձնագիրը, երբ որ դուք գրանցում եք հաշիվ, օրինակ Instagram-ում կամ դեր փոշեկոլում կամ WhatsApp-ում։ Իրական դուք ունեք երկու անձնագիր։ Մեկը դա ձեր էլեկտրոնային փոստն է, email-ը, mail-ը, ոնց անունը դրեք, հիմա կարևոր չի։ Երկրորդը ձեր հեռախոսահամարն է։ Սովորաբար հաշիվները մարդիկ փորձում են գրանցել արագ ու ուշադիր չեն լինում, թե որտեղ ինչ գրանցեցին։ Օրինակ, դուք առաք հեռախոս։ Այդ հեռախոսի վրա իրականում դուք ունեք հաշիվ։ Եթե դա Android է, դա Google account է, եթե դա iPhone է, դա ձեր iCloud-ն է։ Երկուսն էլ կապված են էլեկտրոնային փոստին։ Մեկ-մեկ մարդուն հարցնում ես, բազմա ինքը նույնիսկ տեղյակ չի, թե ինչ էլեկտրոնային փոստ է կցված իր հեռախոսին։ Իսկ դա ծայրահեղ կարևոր է, որտեվ ում ձեռքը եղավ այդ էլեկտրոնային փոստը, ինքը այդ հեռախոսը ուղղակի կարող է անջատի։ Դարձնի քարի կտոր։ Մեջից տվյալներ քաշի, հազար ու մի բան։ Հետո ասում ես, այդ ինչ էլեկտրոնային փոստը, որն է դրա գաղտնաբառը, դու ես իմ հորոպորս տղեն միացրել այդ լավագույն դեպքում։ Կամ խանութում են միացրել։ Աստված գիտի ինչ էլեկտրոնային փոստին են կցել, հա։ Ուրեմն էլեկտրոնային փոստը դա ձեր ամենակարևոր բանն է, ձեր ID քարտն է, ոնց որ անձնագիրն է, դու պետք է ունենաք շատ մի ֆիքսված էլեկտրոնային փոստ, որը կցեք ձեր հաշիվներին։ Գերադասել է այդ նույն փոստը չլինի ձեր առօրեական նամակագրությունների էլեկտրոնային փոստը, բայց այդ դեպքում դուք այդ էլեկտրոնային փոստը պետք է հիշեք, դրա գաղտնաբառը միշտ իմանաք, քնից զարթնացնեն իմանաք։ Ու եթե ինչ-որ մի խնդիր եղավ, այդ էլեկտրոնային փոստով եք դուք ամեն ինչ վերականգնելու։ Բնականաբար այդ էլեկտրոնային փոստի գաղտնաբառը պետք է լինի միակը ու աննկարագրել լինի, ուրիշ տեղ չպետք է օգտագործեք։ Բնականաբար այդտեղ պետք է միացրած լինի երկփուլային ավերացումը։ Եթե չգիտեք դա ինչ է, նայեք YouTube-ում լինքն է, տեսանյութեր, գործեմ ես եմ սարքի հետ չեք էլ կամ։ Մյուս կարևոր բան դա հեռախոսահամարն է։ Շատ հաշիվները մարդիկ բացում են առանց էլեկտրոնային փոստ, օրինակ Instagram-ը եւ այլն, դա սխալ է, անպայման է էլեկտրոնային փոստը կցեք, որովհետեւ եթե դուք խնդիր եք ունենում եւ ձեզ պետքա Instagram-ը նամակ գրի, չգիտի ուր գրի, իսկ SMS-ներով ձեր հետ չի շփվում։ Ուրեմն հեռախոսահամարի հետ ինչա կարևոր իմանալ։ Էս էլ ասում է WhatsApp-ս համարը փոխել եմ, մեկ էլ ուրիշն ա մտել, որովհետև ինչ արինում, դուք ունեք էլեկտրոնային փոստ, մեկ, դրա մասին խոսացինք, դուք ունեք հեռախոսահամար, այսրանց մինչև տարբերությունը շատ մեծ է, որովհետև եթե էլեկտրոնային փոստը ենթադրվում է, որ դա ձերն ամենակ, հեռախոսահամարը կարող է ուրիշին պատկանի, որովհետև օրինակ, դուք համարը փոխեցիք, տղերքը գնացին բանակ համարը թողեցին, մի ամիս չես վճարում, անջատում են, հետո արդեն չեմ հիշում 2-3 ամիս հետո ձեռքը վերցնում են այդ համարը, իսկ կես տարի հետո դնում են վաճառքի։ Ու կարող է մի լրիվ անծանոթ մարդ այդ համարը առնի, պատկերացնեք ինչ հետևանքներ ունենա։ Դրա համար
Եթե համարը փոխում եք, սկզբից բոլոր հաշիվներում առնում եք նոր համար, այդ նոր համարն եք կցում, հետո նոր հին համարը հանում եք։ Իրականում WhatsApp, Viber այդ բոլորի մոտ կա կարգավորումների մեջից համարի փոփոխության հարց, այսինքն հաշիվը մնում է դերը, բայց բոլոր չաթերը եւ այլն, այս համարը փոխում եք։ Հենց որ մի հատ էլ կրկնենք 10 էլեկտրոնային փոստը արտադիր պետք է դուք լավ իմանաք որ նա եթե այդ էլեկտրոնային փոստը նամակագրությունների համար չի, այլ միայն գրանցումների համար արվերակապար պետք է մտնեք, չբրախեք, թողեք ուղղակի առանց այնքան չմտնեք, որ ջնջվի։ Իսկ հեռախոսահամարը, եթե փոխում եք, առնում եք սկզբից նորը, բոլոր տեղերում նորն եք տեղադրում, հետո հինը ջնջում եք, նոր թափում եք համարը։ Հուսամ նորմալ բացատրեցի։